Ելից 12:37 եւ 38 շարունակությունն է անցյալ կիրակի օրվա խոսված պատգամի։ Իսրայելի որդիները Ռամսեսեն դեպի Սոքովթ չվեցին, ընտանիքներեն զատ 600,000-ի չափ։ Հետևակ այր մարդիկ էին։ Անոնց հետ խառն բազմությունալ ելավ, ոչխարներն ու արջառները խիստ շատ էին։ Եվ այսպես, սիրելի բարեկամներ, մենք անցյալ անգամ դիտարկեցինք, տեսանք, որ այս հատվածը աստվածաշնչյան հայտարարում է, երբ տեղի ունեցավ ելքը Եգիպտոսից, մեզ քաչ ծանոթ պատմություն, երբ իսրայելցիները Հակոբի սերունդը 430 տարի ուրեմն գտնվելով Եգիպտոսում այնտեղ աճեցին, մեծացան եւ գերության մեջ էին, կարող ենք ասել, տառապանքի ցավի մեջ էին եւ տեսնում ենք, որ Աբրահամի, Իսակի եւ Հակոբի Աստվածը այցելության եկավ իր ժողովրդին եւ մեծ հրաշքներով, մեծ նշաններով Մովսեսի ձեռամբ դուրս հանեց այս ժողովուրդը Եգիպտոսից։ Եվ այս հատվածը նշում է, որ Իսրայելի որդիները Ռամսեսից դեպի Սոքովթ չվեցին եւ ընտանիքներից բացի 600,000-ի չափ այր մարդիկ էին։ Միայն տղամարդիկ, հետևակ այր մարդիկ էին, զինվորական այր մարդիկ միայն 600,000 էին։ Եթե հաշվենք, որ կանայք, ծերերը, երեխաները թվականակով 1,5 միլիոն եւ գուցե ավել ժողովուրդ կար։ Սրանց հետո հաջորդում է այս խոսքը, որ ասում է անոնց հետ խառն բազմություն էլ ելավ։ Ընդունված է կարծել, որ Եգիպտոսից դուրս եկողները դա իսրայելցիներն էին միայն։ Բայց արի ու տես, որ այս համարը հաջորդիվ խոսքը մեզ հուշում է, որ ելնողները միայն իսրայելցիները չէին, միայն Իսրայելի որդիները չէին, այլ նրանց հետ նաև խառը բազմություն դուրս եկավ։ Խառը բազմություն նշանակում է այլ ազգիներ նույնպես դուրս եկան, ոչ միայն հրեաներ։ Նույն գլխի 43-ից 45-րդ հատվածում Աստված խոսում է Զատկի կանոնի մասին, այսինքն մի քանի համար անմիջապես հետո խոսում է Զատկի կանոնի մասին, մինչ այդ կարևորում է, որ Զատիկը պետք է անպայման, որպես հավիտենական կանոն նշվի, հիշատակվի իսրայելցիների մոտ, Զատկական ճաշը, որը Հիսուս ինքն էլ կերավ իր աշակերտների հետ միասին։ Հիսուս իր աշակերտներին ասաց, որ այն խորհրդապատկերում է իր արյունը, այսինքն այն գառը, որ զոհաբերվեց Եգիպտոսում, որի արյունը քսվում էր հրեաների տների դրանտիկների վրա, շեմի վրա քսվում էր եւ այն փրկության պատճառ եղավ, որ նրանց տան արու զավակները չմորթվեն, չսպանվեն հրեշտակի կողմից։ Եվ այդ օրը նրանց զատիկը եղավ, այդ արյունը պատճառ եղավ, որ նրանք փրկվեն գերությունից։ Հիսուսն ասաց, որ սա իմ արյունն է։ Հովանես Մկրտիչը, երբ ներկայացնում էր աշխարհին Մեսիային, որին հրեաները չեն ընդունում, նրան կոչեց Գառն Աստծո։ Գառն Աստծո, ճիշտ այն գառը, որ մորթվեց հրեաների ընտանիքներում, որի արյունը փրկության պատճառ եղավ, ասեց սա է Գառն Աստծուն, որ պիտի վեր առնի աշխարհի մեղքը, այն քավության նոխազը։ Եվ հիմա, երբ զատկական կանոնը տալիս է Աստված հրեաներին, ասում է, եւ Տերը ըսավ Մովսեսին ու Ահարոնին, այս է զատկի կանոնը, բնավ օտարականմա անկե պիտի չուտե, բայց ամեն մարդու ստակով ծախու առած ծառան թլպատվել են ետքը կրնա ուտել։ Օտարականն ինչ գործ ուներ նրանց մեջ, երբ այս կանոնը տալիս էր։
վարձու ծառան ինչ գործ ուներ հրյաների մեջ, երբ որ այս կանոնը տալիս էր։ Այ մի քանի համար վերև բացահայտվում է 38 համարն ասում է անոնց հետ խառն բազմություն ելավ։ Այսինքն հրյաների հետ կային նաև օտարականներ, այսինքն օտարազգիներ կային, օտար մշակույթ կրողներ կային, օտար պաշտամունք կրողներ կային, օտար արժեքներ կրողներ կային, նաև ասում է վարձու ծառաներ, ստակով ծախու առած ծառան թլպատվելուց հետո կարող է ուտել։ Հաջորդ խոսքն ասում է օտարական ու վարձկանը անկե պիտի չուտե, այսինքն հաղորդության հացից, հաղորդության կամ ավելի ճիշտ զատկական ճաշից պետք է օտարականը եւ վարձկանը պիտի չուտի։ Ուրեմն այս օտարականն ու այս վարձկանը կային այդ ժողովրդի մեջ, որոնց համար Աստված ասում է, որ նրանք պետք է զատկական հացը չուտեն, զատկական կերակուրը պետք է չուտեն, ահավասիկ զատկական կերակուրի խորհուրդը, որ մեր առջև է դրված։ Եվ Պողոս Առաքյալը նոր կտակարանում մենք տեսնում ենք, որ ոչ միայն Պողոս Առաքյալը, մինչ այդ մենք տեսնում ենք, որ հաղորդության սեղանին մասնակցում էին նրանք, ովքեր որ ապաշխարել էին։ Եգիպտոսը միշտ խորհրդապատկերում է աշխարհը։ Ապաշխարել նշանակում է աշխարհի կյանքից հրաժարվել էին, նշանակում է իրենց կյանքում տեղի էր ունեցել ելք, ելից։ Ունեին վերստին ծնունդ, որ խորհրդանշում էր թլպատությունը, որտեղ այստեղ ասում է միջև չթլպատվի չի կարա ուտի։ Թլպատությունը խորհրդանիշտ է վերստին ծննդյան։ Մենք տեսնում ենք նրանք, ովքեր որ ապաշխարեցին, մկրտվեցին եւ հետո նոր հաղորդվեցին։ Ուստի առանց ապաշխարության, առանց վերստին ծննդյան, առանց մկրտության մեկը չի կարող հաղորդվել Տիրոջը սեղանի հետ։ Կամ զատկական ճաշը ուտել։ Հասկանալի է, չէ՞։ Այսինքն 5 կտակարանյան այս կանոնը ինքը խորհրդապատկեր էր նոր կտակարանի, ինչպես Աստծո խոսքն ասում է, որ օրենքը շուկտ էր գալիք բաների։ Այսինքն ստվերը այս խառը բազմությունը խորհրդանշում է նաև նրան, որ Աստծո ժողովրդի մեջ, Տիրոջը տան մեջ ոչ միայն հոգևոր վերստին ծնունդ ապրած ժողովուրդ է, այլ նաև օտարականներ։ Կարող են նրանք էլ դուրս եկացած լինեն, միացած լինեն Աստծո ժողովրդին, մեկտեղ լինեն, սակայն չպատկանեն Աստծո ժողովրդին։ Մենք խոսեցինք անցյալ կիրակի, որ Աստծո ժողովրդի մեջ լինել դեռ չի նշանակում լինել Աստծո ժողովրդից։ Գալ եկեղեցի դեռ չի նշանակում լինել Աստծո ընտանիքից։ Քարոզ լսել, երգ երգել, անգամ աղոթք անել դեռ չի նշանակում լինել հոգևոր մարդ։ Հիսուսի անունը տալ, Հիսուսի անունը քարոզել դեռ չի նշանակում լինել քրիստոնյա, հավատացյալ, Քրիստոսի հետևորդ։ Հիսուսն ասեց դատաստանի օրը շատերը պիտի գան ասեն. Տեր, Տեր, չէ որ քո անունով հրաշքներ արեցինք, դևեր հանեցինք, բժշկություններ արեցինք։ Ասում է ես նրանց պիտի ասեմ, հեռու գնացեք ինձանից, ես ձեզ չեմ ճանաչում։ Ոնց թե։ Մենք քո ժողովրդի մեջ էինք, բայց իմ ժողովրդից չէիք։ Սակայն այստեղ մենք տեսնում ենք, ասում է, եթե թլպատվի, կարող է ուտել։ Սա չի նշանակում, որ հույս չկա։
Սա նշանակում է, որ ապաշխարությունը, սրտի թլպատությունը, ինչի մասին խոսում է Պողոս առաքյալը նոր կտակարանում, որ վերաբերվում է իրական վերստին ծննդյանը, իրական ապաշխարությանը, իրական դարձին, քեզ կտա հնարավորություն, քեզ կտա ուրեմն իրավունք հաղորդվելու Սուրբ Սեղանին, զատիկը ուտելուն։ Այս օտարականները ինչ-ինչ պատճառներով հայտնվել էին Աստծո ժողովրդի մեջ։ Անցյալ անգամ ասացինք, պատճառները կարող էին լինել զանազան։ Ինչ-ինչ պատճառներով ամեն մեկը մի խնդիր ուներ, մի հոգս ուներ, կայանալու խնդիր ուներ, աշխարհում դժվարանում էր գտնել իր տեղը, հանկարծ ինքը հայտնվում է հոգևոր միջավայրում, եկեղեցում է հայտնվում, որ մարդիկ առանց նայելու դիմացինի արժանինքները ընդունում են, չէ, Աստծո սիրով։ Եվ ինքն էլ այս ընդունվածությունը օգտագործում է իր նպատակների համար։ Եվ նա ժամանակի ընթացքում հեշտությամբ սկսվում է միաձուլվել Աստծո ժողովրդի հետ։ Սովորում է տեղական սովորույթները, նիստ ու կացը, խոսվածքը, խոսույթները, ձևերը, կարգը, կանոնը, անգամ հագվելաձևը։ Մարդը կամաց քարոզիչ է դառնում, չլինելով Աստծո ժողովրդից։ Եվ զգում ես, որ հոգիդ չի միաձուլվում նրա հոգու հետ։ Զգում ես, որ հոգիդ ըմբոստանում է, հոգիդ խաղաղություն չունի։ Կարծես թե ամեն ինչ շատ նման է։ Ես էլ եմ դուրս եկել Եգիպտոսից, ինքն էլ է դուրս եկել Եգիպտոսից։ Ես էլ նույն մաշկի գույնն ունեմ, ինքն էլ նույն մաշկի գույնն ունի։ Բայց թլպատության խնդիր կա։ Այս մեր կարծացած հատվածում հաջորդիվ խոսքը այնտեղ ասում է, որ իրենց տնտնալու պատճառով, այսինքն չէին կարող տնտնալ, չէին կարող հապաղել, չէին կարող դանդաղել, այնքան շտապ էին, որ իրենց համար կերակուր անգամ ժամանակ չունեին պատրաստելու ճանապարհի համար։ Ուստի եւ այնքան ժամանակ չունեին, որ կարողանային մի հատ զատեին թլպատվածն ու անթլպատը։ Այսինքն ով էր ուխտի ժողովուրդը եւ ով ուխտի ժողովուրդ չէր, ուստի եւ այս խառը ամբողջը միասին դուրս եկավ։ Հիսուս շատ լավ առակ պատմեց, եւ մենք անցյալ անգամ հիշեցինք այդ առակը։ Որոմների առակը։ Մի մարդ իր արտում ցորեն ցանեց։ Գիշերը երբ բոլորը քնած էին, ասում է, շտամին եկավ եւ այնտեղ որոմ ցանեց։ Որոմը մոլախոտ է։ Ինքը շատ կեղտոտ խոտ է, եթե ինչ-որ մեկը տեսել է, այսպես փաթաթվում է, ոլորաձև, այսպես լոբիանման բույս, այսպես փաթաթվում է եւ սկսում է նեղել, խեղտել ցորենին կամ որևէ մեկ այլ բույսի, որ իր կողքը աճում է։ Եվ այսպես, կարծես խառնվում է, մտնում է ներս այս որոմը։ Ծառաներն եկան ասացին, Տեր, կուզես մաքրենք, հանենք այդ որոմը, տանտերը կամ հողիտերը ասաց, որ պետք չի, գործ չունեք, որովհետև հիմա եթե անեք, գուցե եւ վնասեք կողքի ցորենն էլ, հասկն էլ վնասեք։ Ու կարա վնասվի, որովհետև մենք այդքան զանազանության հոգին չունենք, որ հասկանանք մեր կողքինը օտարական է, թե Աստծո ժողովրդից է։ Չունենք, մենք էմոցիոնալ կապվածություն ունենք մեկս մյուսի հետ։ Մենք ինչ-ինչ տարատեսակ կապվածություն ունենք ու մենք չենք կարողանում հաճախ զանազանել, այս դիմացինը վերստին ծնունդ ունի, թե չունի, հոգևոր է, թե հոգևոր չէ։ Աստծո ժողովրդից է, թե Աստծո ժողովրդից չէ։ Եվ երբ որ սկսես այդ բաժանման process-ը սկսես հանել, այս մեկին էլ կարող է վնասես, այդ հասկին էլ կարաս վնասես, ասի, «Յո, ես ինչ արեցիք, ես իմ եղբայրն էր, ես ինձ հարը, ես իմ ընկերն է, որ ինքը այնտեղ ես եւ այդպես բաներ կա, էլի»։ Ասպա թող երկուսներ իրար հետ աճեն, դատաստան օրը
Բոլորն էլ կկտրենք, հետո կզատենք։ 3 աստվածաշնչյան հատվածներ պետք է կարդամ այսօր ձեզ համար, սիրելիներ, որ շատ գեղեցիկ ձևով ամբողջացնում է այս պատկերը, այս օտարականի ներկայությունը Աստծո ժողովրդի մեջ, կամ այս խառը բազմության նկարագրությունը, որ տալիս է նոր կտակարան արդեն։ Առաջին Կորինթացիս 11 Առաջին Կորինթացիս 11 17-ից 22 համարները պետք է կարդանք։ Բայց ասիկա պատվիրելով ձեզ չեմ գովեր, վասնզի ձեր հավաքվելը ոչ թե աղեք, այլ գեշ արդյունք կունենա։ Աղեք նշանակում է լավ, գեշ նշանակում է վատ։ Ոչ թե լավ, այլ վատ արդյունք կունենա ձեր հավաքվելը։ Նախ երբ մեկտեղ հավաքվեք եկեղեցիի մեջ, կլսեմ, թե բաժանումներ կան ձեր մեջ, եւ մասամբ կհավատամ։ Վասնզի հարկավ ձեր մեջ հերձվածներ էլ պիտի լինեն, որպեսզի ձեր մեջ եղող ընտիրները Երևան գան։ Ուստի դուք երբ մեկտեղ հավաքվեք, ասիկա տերունական ընթրիք ուտել չէ, վասնզի ուտելու ատեն ամեն ոք շտապելով ընտրիքը կառնե, մեկը քաղցած կմնա, իսկ մյուսը կգինովնա։ Միթե ուտելու եւ խմելու համար տուն չունեք, կամ թե Աստծո եկեղեցին կանարգեք եւ կամաչեցնեք չքավորները, երեկվա պատկերներ։ Ձեզ ինչ ասեմ, ձեզ գովեմ, այդ բանի համար չեմ գովեր։ Ամեն։ Պողոս առաքյալը հանդիմանական խոսք է ուղում Կորինթոսի եկեղեցուն, ասելով ձեր հավաքվելը, մեկտեղ հավաքվելը ոչ թե լավ արդյունք է տալիս, այլ վատ արդյունք է տալիս։ Թվում է, թե ինչ լավ է, չէ, մեկտեղ հավաքվել ենք, բոլորս միասին հավաքվել ենք, ինչ լավ է, չէ, մեծ բազմություն է հավաքվել, շատ ժողովուրդ է հավաքվել, այս թվերը, այս մեծ թվերը որքան ոգևորիչ է, չէ, այսօրվա շատ քրիստոնյաների համար։ Բայց այստեղ առաքյալն ասում է, դա ոչ թե լավ արդյունք է տալիս, այլ վատ արդյունք է տալիս։ Ինչու՞։ Ասում են, որովհետև ես լսում եմ, որ ձեր մեջ բաժանումներ կան։ Ոչ թե դուք միատար ժողովուրդ եք։ Ոչ թե դուք միասնական, ինչպես Պողոս առաքյալը Փիլիպեցիներին ուղղված նամակի մեջ ասում է, ամենքդ նույն միտք ունեցեք։ Երկրորդ գլուխ։ Ամենքդ նույն միտք ունեցեք, որ Քրիստոս Հիսուսն ուներ։ Այս նույն միտք ունեցող ժողովրդի միասնական հավաքույթ չէր սա, այլ խառը ամբող։ Ձեր մեջ բաժանումներ կան, ձեր կենտրոնացումը Քրիստոսի վրա չէ։ Դուք ամեն մեկդ Քրիստոսի շահը չեք փնտրում։ Դուք ամեն մեկդ Քրիստոսի միտքը չունեք, այլ բաժանումներ կա ձեր մեջ։ Այլախառն սերմեր, խառը ամբող, Աստծո ժողովուրդն էլ է այնտեղ, օտարականներն էլ են այնտեղ, վարձկան ծառաներն էլ են այնտեղ, իրենց անարգ շահախնդրությունը փնտրողներն էլ են այնտեղ, խառը մի վայրում են հավաքվում, բայց բաժանումներ կա ձեր մեջ։ Կարծես թե մենք որպես Քրիստոսով եղբայր եւ քույր, եղբայր եւ եղբայր պետք է իրար հետ խոսենք ու մեկ խոսքից, կես խոսքից հայացքով իրար հասկանանք, այսպես մենք չէ, չկա դա։ Չկա դա, կարծես թե մեր լեզուն օտար լինի։ Մեջբերումներ կան Սուրբ գրքից, բայց խիստ այսպես
ընտրողական, որը որ շահավետ է տվյալ պահին անձին, չկա ներողամտությունը մեկը մյուսի հանդեպ, չկա սերը իրար հանդեպ համբերություն չկա, մեկը մի բան չանի, անմիջապես հարձակում նրա վրա, այս որտեղից, այս ինչու է այդպես, որովհետև Քրիստոսի հոգին չկա, խառը ամբոխ է, ասում է, վասնզի հարկավ ձեր մեջ հերձվածներ էլ պետք է լինեն, հերձված նշանակում է հոգու միաբանությունից դուրս, Քրիստոսի ուսմունքից, Քրիստոսի վարդապետությունից դուրս, հեռացած, սա է նշանակում հերձված, ձեր մեջ հերձվածներ էլ պետք է լինեն, Աստծո ժողովրդի մեջ են, բայց Աստծո ժողովրդից չեն, սա հերձվածողություն է, հոգու միասնության, միաբանության մեջ չեն, որովհետև զատկական ընթրիքը, նոր կտակարանյան սուրբ հաղորդությունը միասնության մասին է, միասնության, միաբանության մասին է, այն արյունը, որ փրկեց ինձ, այդ արյունը փրկել է և քեզ, և մենք իրար հետ հաղորդվում ենք այդ արյան հետ, ու իմ երակներում հոսում է նույն արյունը, քո երակներում հոսելու է նույն արյունը, և մենք մեկ ենք Քրիստոսով, ինչպես նա աղոթեց իր քահանայապետական աղոթքում, Հովհաննես ավետարան 17-րդ գլխում, բայց երբ խառը ամբոխ է եկեղեցում, այս միաբանությունը չի լինում, օտարականները, որոնց արտաքուստ դժվար է զանազանել, որոնց բառապաշարից դժվար է զանազանել, որոնց հակվածքից դժվար է զանազանել, ընդհակառակ հակվածքին նայած կարող է շփոթվեսել, որովհետև ավելի հավատացյալական են հագնվում։ Բայց զգում ես, որ այդ հոգու միաբանության մեջ չեք դուք, նույն մարմնի մեջ չեք, ձեր մեջ հերձվածողներ էլ պետք է լինեն, ինչու, ասում է, որպեսզի ընտիրները ի հայտ գան։ Սա նշանակում է Աստված թույլ է տալիս, որպեսզի որոմն ու հասկը իրար հետ աճեն։ Կռիվ մի տուր, մի բողոքի, մի դժգոհի, մի դուրս հանի։ Սա թույլ է տվել Աստված։ Ինչու? Որպեսզի ընտիրները ի հայտ գան։ Որովհետև դիմացինիս անհանդուրժող կամ դիմացինիս ըմբոզ, դիմացինիս հպար, դիմացինիս մեղավոր, դիմացինիս օտարական վարքը պատճառ չպետք է լինի, որ ես էլ տրվեմ այդ գայթակղությանը։ Այսա պատճառ է, որ սուրբն ավելի սրբանա, ինչպես Աստծո խոսքն է ասում։ Որ դու քո վարքով, որ դու Քրիստոսանման լինելով զատվես այդ բոլորի միջից։ Որ դու ցույց տաս իրական Աստծո ժողովուրդ լինելու կենթանի վկայությունը։ Քո սրբակենցաղ կյանքով, քո Քրիստոսանման կյանքով, քո հոգևոր վարքով, քո հոգևոր մտածելակերպով։ Չարի եւ բարի գիտության ծառը պետք է լիներ նույն եդեմական պարտեզի մեջ, որտեղ որ էր կենաց ծառը, կյանքի ծառը։ Որոմը պետք է լիներ ցորենի հասկի դաշտում։ Օտարականը պետք է լինի Աստծո ժողովրդի մեջ, որպեսզի ընտիրները հայտնի դառնան։ Հասկանում եք ինչի մասին ենք խոսում, ժողովուրդ։ Ոչ թե դու գայթակղվի, ոչ թե դու նեղվի, ոչ թե դու այստեղից դուրս արի գնա այնտեղ, այնտեղից դուրս արի գնա այնտեղ, չկա այդպիսի եկեղեցի գոյություն չունի աշխարհիս վրա, որտեղ որ խառը ամբողջ չլինի։ Չկա տենց բան։
Ուրեմն սա Աստված թույլ է տալիս, որպեսզի ընտիրները ի հայտ գան։ Այն 12-ից 10-ը պետք է անհավատ լինեին, որպեսզի այն երկուսը, այսինքն Հեզուն ու Քաղեբը ի հայտ գային։ Իրենց հավատքի, իրենց նվիրումի շնորհիվ։ Հասկանում եք, չէ՞։ Սա պետք է լինի։ Այո, երբեմն Աստծո զավակներին թվում է, թե իրանք մենակ են։ Այնքան անօրենություն են տեսնում 4 կողմը, այնքան մեղք են տեսնում 4 կողմը, այնքան սատություն ու կեղծիք են տեսնում 4 կողմը։ Հենց քո շրջապատի մեջ, խոսքը չի վերաբերում է աշխատանքի տեղը, հարևանության մեջ, կամ թեկուզ ընտանիքում, հենց եկեղեցուդ մեջ։ Կարաս էնել տեսնես, էնել տեսնես, էնել տեսնես։ Եղիան ասում է, Տեր, սուրբ չմնաց, մեկը չկա, մեկը չմնաց։ Ողոքում էր ասում է, Իսրայելի բոլոր մարգարեները ոչնչացան, էս ինչ է, հալածված ժամանակ։ Երբ որ փախստական վիճակի մեջ էր, Տերն ասեց, հանգիստ եղի, քո նման ես 7000 էլ ունեմ։ Կան, այդ ընտիրները կան։ Բայց քեզ Աստված դրել է այս միջավայրի մեջ, որպեսզի դու ի հայտ գաս, որպեսզի քո տեսակը, որպես Աստծո զավակ, որպես հոգևոր մարդ, որպես վերստին ծնված, որ փայլատակես եւ լույս սփռես։ Դուք նկատեցիք, ես կարդացած հատվածում անմիջապես անցնում է հաղորդությանը։ Սա շատ չանդրադարձա, բայց այնտեղ ասում է, ուստի դուք երբ մեկտեղ հավաքվեք, ասիկա տերունական ընտրիկ ուտել չէ։ Այնքան եք խառնել իրար, կարծես թե ուտում խմում եք Քրիստոսի մարմինն ու արյունը, բայց այդ ընդհանրապես տերունական ընտրիկ ուտել չի։ Որտեղ մեկը սոված է գալիս է ուտում է, մեկը ուզում է օրհնվի գալիս է ուտում է, մեկը ուզում է այս բարակյաթից մի քիչ իր տոնը տանի, երեխեքին տանի, տալիս ուտում են, մեկը ընդհանրապես դնում հարբում է։ Խառնել են իրար սա։ Ինչի են խառնել, որովհետև հերձվածներ կային մեջները։ Այն որ ասում էր, ձեր միջի օտարականը չուտի հանկարծ, ձեր միջի վարձկան ծառան հանկարծ չուտի։ Այստեղ նոր գտականում մենք տեսնում ենք Կորինթոսում ուտում են։ Էն էլ ուտում, էն էլ ուտում։ Դրա համար ասում եմ դուք որ հավաքվում եք, մեկտեղ հավաքվում եք, ասիկա տերունական ընթրիկ ուտել չէ։ Որտեվ ուտելու ժամանակ մեկը շտապելով աճապարանոք է ուտում, շտապելով է ուտում, իրար սпасել չկա, մեկը հարբում է, աղքատներին ամաչացնում եք։ Աղքատներն նրանք են, ովքեր որ ոչ միայն նյութական ֆիզիկական նյութական իմաստով աղքատներին են այլ վերաբերում, այլ նաև այնով որ մի քիչ իրեն համեստ է պահում, խոնար է պահում, այմ ասես միշտ մնում է չերևացած, միշտ մնում է անկյունում, միշտ մնում է իրան ներկայացնելու ձև չգիտի, իրեն առաջ տանելու ձև չգիտի, խոնար է եւ այլ միշտ մնում է այդպես շուքի տակ։ Ցնցվեք, ասում եմ, մի հատ հավաքեք ձեզ, անունը մի դրեք էտի, մենք ես եմ ստեղել եմ հաղորդություն ընդունում, ես այնտեղ չեմ ընդունում, այնտեղ չես կարա, Քրիստոսը մեկն է։ Եթե միտեղ դու անհաշտության մեջ ես, դու չես կարող ուրիշ տեղ գնաս հաղորդություն ընդունես։ Չես կարող։ Նորմալ իրական Քրիստոսի եկեղեցին հաղորդություն չի տալիս նրան, որը անհաշտության մեջ է։ Ուրիշ մեկ եկեղեցում։ Որ եկեղեցին տալիս է, որ եկեղեցին տալիս է, դա հերձվածողություն է, դա բաժանման պատճառ է Քրիստոսի մարմնի։ Շատ է եղել, մի դեպք պատմեմ։ Մեր եկեղեցուց մայր եւ աղջիկ գնացել էին Ռուսաստան, հերո Սիբիրի կողմերը ինչ որ մի քաղաք։ Գյուղաքաղաք։ Անունը լսեցի չիմացա, որ ես աշխարհագրություն քիչ թե շատ գիտեմ։ Ինչքան էր անցել, 1-2 շաբաթ էր անցել, զանգ ստացա ռուսական համարից։ Алло, здравствуйте։ Եվ այլն, ռուսերեն եմ խոսում, ես հայերեն խոսեմ։ Բարև ձեզ։ Հովիվ Գարիկ Խաչատրյանի հետ եմ խոսում, ասում եմ այո։ Ձեզ հետ խոսում եմ պրեսվիտեր, էս ինչ վիճ։ Անուն ազգանունը չեմ հիշում, հայրանունը։ Ասեց, ես այսինչ քաղաքի, այսինչ եկեղեցու հովիվն եմ, ավակ հովիվն եմ։ Այսպիսի մարդկանց ճանաչում եք։ Ես անմիջապես չկարողացա, այսպես միտքս չգնաց այդ ուղղությամբ,
ասում եմ ովքեր են, ինչ է։ Սենց այսի լավ հիշում եմ, գիտեմ, ճանաչում եմ, այո։ Ես ուզում եմ ճշտել, իրանք ձեր եկեղեցու անդամ են։ Ասում եմ այո։ Ասում են իրանք տեղափոխվել են մեր եկեղեցի։ Իրենք ուզում էին հաղորդությանը մասնակցեն, ես իրանց թույլ չեմ տվել։ Ասել եմ, տվեք ձեր եկեղեցու հովվի համարը հեռախոսի, կզանգեմ, կճշտեմ։ Եթե դուք հաշտությամբ եւ խաղաղությամբ եք դուրս եկել։ Եվ հիմա ասում է, ես ուզում եմ ձեզանից ճշտել։ Այս մարդիկ հաշտությամբ են դուրս եկել եկեղեցուց, խաղաղությամբ են, օրհնությամբ են դուրս եկել։ Ես ասի այո, եղբայր, ոչ մի խնդիր չկա, խաղաղությամբ են դուրս եկել։ Մարդը չի ճշտում է իրանցից։ Դե բնականաբար այնի չի ասելու, հո, կռիվ եմ արել, վիճել եմ եւ այլն։ Հա, ասելա, հա, ընդհակառակ իրանք էին մեղավոր։ Յո։ Մենք հեսա կսկսենք մի հովիվը, մի եկեղեցի, մյուս եկեղեցիը կոմպրոմատ ունենա։ Ավել լավ, լուր եկավ հասավ։ Այս մանկապատանեկան մակարդակի հովություն է։ Այս մարդը երբ որ ճշտեց, իմացավ, որ ամեն ինչ սիրով է, ամեն ինչ խաղաղ է, ամեն ինչ օրհնությամբ է, ասեց, շատ լավ, դուք մեզ շատ օգտեցիք։ Համաձայն եք, որ իրանք մեր եկեղեցու անդամ դառնան, մեր եկեղեցում հաղորդվեն։ Ասի իհարկե Տերը թող օրհնի ձեզ։ Սա է ցիվիլ հոգևոր մոտեցումը։ Իսկ հիմա այդպես չի։ Դրա համար ասում է, այդ որ հավաքվում եք տերունական ընթրիք, դա տերունական ընթրիք չէ։ Այդ դուք հարբում եք, այդ դուք գինի եք ուղակի խմում, այդ դու հաց եք ուտում, դուք չեք հասկանում իմաստը դրա։ Կապ զգում եք հին կտակարանի եւ նոր կտակարանի։ Տիտոս 1:9-16 Պողոս Արաքյալը Տիտոսին հորդորում է, որպեսզի եպիսկոպոսները լինեն մեղադրելի, աստծոտնտեսի պես եւ այլն։ Հետո 9-րդ համարի մեջ ասում է հաստատ բռնելով վարդապետության հավատարիմ խոսքը, որպեսզի կարող լա ողջամիտ վարդապետությունով հորդորել եւ հակառակ կեցողները հանդիմանել։ Քանզի շատ են անհնազանդները։ Որտեղ են շատ անհնազանդները։ Աստծո հոտի մեջ։ Շատ են անհնազանդները։ Լսեք, ունայնություն խոսողները, խափողները, մանավանդ անոնք, որ թլպատությունից են։ Անոնք պետք է պապանձեցնել, քանի որ ամբողջ տուներ կկործանեն ու անպատե բաներ կսովորեցնեն անարգ շահախնդրության համար։ Եկեք այս համարներին նայենք, հետո կշարունակենք։ Նախ հաստատ բռնելով վարդապետության հավատարիմ խոսքը, որպեսզի կարող լա ողջամիտ վարդապետությունով հորդորել եւ հակառակ կեցողները հանդիմանել։ Հակառակ կեցողները լինելու են Աստծո ժողովրդի մեջ, որովհետև իրենց բնույթով օտարական են իրանք, օտար են, խառը ամբոխ է, բայց հովվին հորդորում է, որպեսզի առողջ վարդապետությանը կարճած լինի առողջ վարդապետությանը, չտրվի տարատեսակ քամիներին եւ ալիքներին եւ փորձություններին եւ գայթակղություններին, մնա հաստատուն ողջամիտ վարդապետության մեջ, որպեսզի կարող լինի ողջամիտ վարդապետությունով հորդորել եւ հակառակ կեցողները հանդիմանել։ Ուստի հովվի գործն է եւ հորդորելը եւ հանդիմանելը։ Հա ուզած վատամարդ ես լինելու։ Վախեցեք, զգուշացեք այն եկեղեցիներից եւ այն հատկապես հովիվներից, որոնք իրենց խոսքի մեջ չունեն հանդիմանություն, որոնք չափից դուրս մարդասեր են, հումանիստ էությամբ իծնե։ Սրանք Աստծո շահերը չեն փնտրում։ Այն հովիվը, որը որ քո շահն է փնտրում, անունով վտանգ կա։ Նա, ով որ ամեն հարցում կոմպրոմիսների է գնում, վտանգ կա։
Զգուշացիր։ Շարունակենք։ Քանզի շատ են անհնազանդները, հետաքրքիր է, Աստծո հոտի մեջ շատ են անհնազանդները, ինչու, որովհետև խառը բազմություն է, Աստծո զավակը չի կարող անհնազանդ լինի, դրա համար Տեր Հիսուս իր ժողովրդին, իր հետևորդներին որ կենդանու հետ համեմատեց, ինչքան էլ դուրներս չգա, ոչխարի հետ համեմատեց։ Եվ դատաստանի օրը որ կենդանուց է զատելու, ոչխարն այծից։ Այս դու ոչխարը ինչով է նաև տարբերվում իրարից, որովհետև ոչխարը հովվի հրահանգը լսում է և գնում է, հովվի ցույց տված գծով, այծը այդպես չէ, այծը ըմբոստ է։ Եվ դատաստանի օրը այծերն ու ոչխարները իրարից զատելու է։ Այդ նշանակում է կար մի ժամանակ, որ իրանք իրար հետ էին, ճիշտ է։ Այսինքն խառը ամբոխ։ Շատ են անհնազանդները։ Հաջորդն ասում է ունայնություն խոսողները։ Աստված ջան, այսօր այնքան լիքն այդ ունայնություն խոսողներով Աստծո ժողովուրդը, մենակ լսեք, ունայն բան խոսում են, շատ են խոսում, քարոզում են, ունայն բաներ, մեկը հարցնում եմ, դուք ինչու եք մերժում հայ առաքելական եկեղեցին, հովիվ աղբերը և իր օգտականը լայվ են, կենդանի եթերի մեջ են, Ես իրա թանկագին աղբերը պատասխանում է, ինքն էլ համաձայնության նշան է տալիս, դա ինք իրա բերանից չի հանում, մի քիչ սազական չի իրան ասի դա, բայց համաձայնություն տալիս է։ Ասում է, որովհետև հայ առաքելական եկեղեցին մերժել է Հիսուս Քրիստոսին, մենք էլ մերժում ենք հայ առաքելական եկեղեցին։ Մեն է սենց հանում, սենց բան, հպարտությամբ, խոսում եմ, դիտողները շատ են, նվեր տվողները շատ են, TikTok-ից փողը գալիս է, բայց խոսացածը ունայնություն է, սուտ է, խապկանք է, նա ուղակի դրանով գրավում է նրանց, ովքեր որ դժգոհ են եկեղեցուց, դա զրպարտանք է, եկեղեցին չի հրաժարվել Հիսուս Քրիստոսից, և սա մեղք է, ու այս ունայնություն խոսողներին ժամանակին կրակների վրա այրում էին, ես ասում եմ դա մեղք է, չի կարելի, պետք չի զատել որոմը հասկից, բայց որ գալու է ժամանակը Աստված անպայման զատելու է որոմը հասկից, այդ անպայման լինելու է, ունայնություն խոսողներ, նայում եմ բազմաթիվ հետևորդներ ունեցող քարոզիչ, խոսում է ու մարդիկ ամեն տարածում են աշխարհով մեկ, ինչ է խոսում, հարսը պետք է կեսուրին որ տենում է, իրան լավ պահի, բա ոնց, հարսը պետք է իրան լավ պահի, ալելույա, նստած կեսուրներն են ասում, կեսուրը, հարսին պետք է ընդունի իր աղջկա պես, ամեն, ալելույա, հարսերն են ասում, ու սենց լիքը ժողովուրդ ասում է, հա, ինքն էլ բան ունի, խաչ ունի սենց, ասում, ես իչ օրտնյար քարոզիչ եղբայրամ, ժողովուրդ, լավ, այդքան մենք անհաղորդ ենք, Աստծո հետ, այդքան չկանք հետը, մենք չենք կարողանում ունայնություն խոսողը զանազանել Աստծո խոսողից, թե Աստծո խոսք լսելը ձեռ չի տալիս, փափուկ բարձ դնողներն են ավելի այսօր մոդայիկ, դրա համար ամեն քարոզիչի մի լսեք, ունայն բաներ շատ եք լսում, ձեր հավատքն էլ ունայնության մակարդակի վրա է հասել, ամեն աղբյուրից ջուր չեն խմում, խոսքն ասում է, քո աղբյուրից ջուր խմի, Աբրահամը իր որդուն Իսահակին իր աղբյուրից ջուր խմել տվեց,
քո աղբյուրից ջուրը խմի։ Ամեն աղբյուրից ջուր մի խմի։ Ամեն Հիսուսի անուն տվող չէ Աստծո խոսքը տալիս։ Ունայն բաներ խոսողներ շատ են։ Ու այդ բոլորը այս խառն ամբոխի մեջ են։ Խափողներ, ասում եմ, շատ են անհնազանդները, ունայնություն խոսողները, խափողները։ Այդ խափողները որտեղ են։ Այդ որ շուկայում են մեզ խափում։ Կրոնի շուկայում։ Կրոնի շուկայում։ Ինչ է նշանակում խափողներ։ Սրանք այնպես վարպետորեն ձեր շահերից խոսելով սեփական շահերն են հետապնդում, որ դու ներկա ես, նայում ես աչքերին ու չես հասկանում։ Չես հասկանում, չես պատկերացնում, որովհետև շատ գեղեցիկ փաթեթավորված է հավատքի, օրհնության փաթեթավորմամբ։ Ձեր տասանորդները տվեք, որ դուք հարստանաք։ Եվ այսպես։ Սիրելի ամերիկացի սպոնսորներ, մեզի փող տվեք եւ մենք հեսա ամբողջ Հայաստանը կգրավենք Հիսուսի անունով։ Տաղա ջան, դու ըսկի քո լեզուն չես կարող գրավես Հիսուսի անունով։ Դու Հայաստանն ես ուզում գրավես Հիսուսի անունով։ Խափում են։ Ժողովուրդ միամիտ չլինեք։ Միամիտ չլինեք։ Էսի խառն ամբոխ է։ Խառն ամբոխ է։ Հաջորդ խոսքը 11-րդ խոսքն ասում է ներողություն 10-րդ ասում է խափողներ եւ ասում է մանավանդ անոնք որ թլպատությունից են ուշադրություն դարձեք 11 ասում է անոնք պետք է պապանձեցնել քանի որ ամբողջ տուներ կկործանեն եւ անպատե բաներ կսովորեցնեն անարգ շահախնդրության համար ուշադրություն դարձրեք ասում է տուներ են կործանում տներ են կործանում այսինքն տներ են քանդում Այսինքն, այս օտար մասան, որ կա Աստծո ժողովրդի մեջ, այս օտար քարոզչությունը, որ կա Աստծո ժողովրդի մեջ, հաճախ բաժանությունների պատճառ են դառնում, ընտանիքների բաժանությունների պատճառ են դառնում։ Ասում է ամուսինս չի թողնում, որ ես գամ ձեր եկեղեցի, փոխանեք ասի քույրս, քո հնազանդությամբ, քո խոնարհությամբ քո Քրիստոսանման կյանքով ամուսնուդ հնազանդվի ու քո աղոթքներով շահի նրան։ Ասում է, չէ, դու Տիրոջը պետք է հնազանդվես։ Եվ գնաց, բաժանությունը մտցնում է։ Նախ պետք է ամուսնանալուց առաջ մտածել դրա մասին։ Հոգևորը հոգևորի հետ ամուսնանա, որ նման խնդիր չունենա։ Չեմ ասում ամուսնացի մեկ հետ, ով որ քեզ թողնում է, հետո գնաս եկեղեցի։ Այլ ամուսնացի նրա հետ, ով որ ունի վերստին ծնունդ, որ նույն հոգին ունի, ինչ որ քո մեջ է։ Որ ընդհանրապես նման հարց չլինի։ Երկրորդն էլ, եթե միջև ապաշխարելը տես ամուսնացել, ամուսինդ էլ տեսնում ես կոնֆլիկտ է ծնվում տունը, տանդ խաղաղության համար, հնազանդությամբդ հետևիր ամուսնուդ ու կշահես նրա հոգին, ոչ թե տունդ քանդի։ Ես ինչ որ ասում եմ ձեզ, իմ իմացածն եմ ասում, իմ տեսածն եմ ասում, բաժանությունները աչքովս եմ տեսել։ Տներ են քանդում։ Նաև ասում է, անպատե բաներ են սովորեցնում։ Անպատեհ բաներ են սովորեցնում, այսինքն ոչ արժան բաներ են սովորեցնում։ Բաներ են սովորեցնում, որը որ Աստծո կամքի մեջ չի, Աստծո խոսքով չի, բայց սովորեցնում են։ Ինքը լավ սովորելու process-ի մեջ, սովորեցնելու process-ի մեջ է, բայց իր սովորացրածը անպատեհ է, սխալ, ունայն։ Խառը ամբոխ։ Եվ հաջորդ խոսքն ասում է, սովորեցնում են անարգ շահախնդրության համար։ Ինչու են անպատե բաներ սովորեցնում, այդ դու չգիտես, բայց ինքը գիտի, անարգ շահախնդրության համար։ Նա սովորեցնում է այն, ինչից որ ինքը շահ ունի։
Դրա համար իրանք կարան եկեղեցուց եկեղեցի գնան, մի ուսմունքից մյուս ուսմունք գնան։ Երեք մկրտական էր, այսօր այն ինչա, եղբայրությունա, այսօր եղբայրությունա, վաղը նազովրեցիա, այսօր նազովրեցիա, վաղը ավետարանականա, ավետարանական վաղը պետք է կաթոլիկ կդառնա, то պետք է որտեղ որ շահ կա, այն էլ կդառնա, այն էլ կգնա։ Ու մեկը չի ասում, այ ախպեր, դու մեզ այսքան տարի ես սովորացնում, հիմա ես սովորացնում, այդ ո՞նց կլինի։ Անպատե բաներ են սովորեցնում։ Անարգ շահախնդրության համար։ Այս ամեն ինչը օտար եւ խառը ամբողի նկարագրությունն է, որը կա Աստծո ժողովրդի մեջ։ Նրանց համար ասում է սաստիկ հանդիմանիր։ Սաստիկ հանդիմանիր։ Հանդիմանական քարոզը այսօր ճիշտ է տրենդային չէ, սակայն առողջանալու գրավականն է։ Հանդիմանական քարոզը այսօր տրենդային չէ, այսինքն ժամանակակից չէ, մոդայիկ չէ, բայց խոսքն ասում է հանդիմանիր 13-րդ խոսքը, այս վկայությունը ճշմարիտ է, անոր համար սաստիկ հանդիմանիր զանոնք, որպիսի առողջանան հավատքի մեջ։ Հանդիմանությունը ինքնանպատակ չէ, հանդիմանության նպատակը առողջացնելն է, հավատքի կյանքի մեջ առողջանալն է։ Երբ որ հոտի մեջ հիվանդ է լինում, այդ հիվանդությունը վարակի նման տարածվում է ամբողջ հոտում։ Դրա համար երբեմն պետք է սաստիկ հանդիմանությունը, որպեսզի մարդը դարձի գա, մարդը զղջա, մարդը ընդունի իր սխալը։ Թանկագիններս 15 համարն ասում է. Ամեն բան մաքուր է մաքուրներուն, բայց պիղծերուն, անհավատներուն, բանը մաքուր չէ, ապա անոնց միտքն ալ խշմտանքն էլ պղծված է։ Երբ որ մարդու միտքն ու խշմտանքը պղծված է, ոչ մի բան իր աչքին մաքուր չի երևում։ Երբ որ մարդու միտքն ու խշմտանքը պղծված է, ինքը սկսում է 4 կողմը փնտրել անընդհատ սխալներ, չէ՞։ Անմաքրություն։ Եվ վերջին 16-ը կխոստովանեն, թե Աստված ճանաչում են, բայց իրենց գործերովը կուրանան, պիղծ ու աննազան դլալով, ամեն բարի գործի անպիտան։ Խոստովանում են, որ Աստծուն ճանաչում են, խոստովանում են, որ Աստծո ժողովրդից են, խոստովանում են, որ հավատացյալ են, խոստովանում են, որ վերստին ծնված են, խոստովանում են, որ փրկված են, խոստովանում են, որ նախասահմանված են։ Սակայն ինչ է ասում, բայց իրենց գործերովը ուրանում են։ Ուրեմն խոստովանելով չէ, այլ գործերով է։ Ուրեմն խոստովանություններին մի նայեք, խոստովանությունները մի լսեք, ասած բառերին մի նայեք, այլ գործերին, որովհետև Աստծո հավատարմությունը չի երևում լավ խոսելով։ Աստծուն հավատարմությունը երևում է գործերով։ Գործերով ինչ ես ցույց տալիս։ Դա էլ խոսում է քո ով լինելու մասին։ Քո ով լինելու մասին։ Բայց իրենց գործերով ուրանում են պիղծ աննազան դլալով ամեն բարի գործերին անպիտան։ Իրականում բարի գործերի համար այդ օտարականը, այդ խառը ամբողի մեջ հայտնվածը, հա, բարի գործերին անպիտան է։ Առաջին Հովանու 2:19-ից 21 Լսեք, խնդրում եմ։ Ասում է մեզ մե ելան ոմանք, բայց մեզ մե չէին։ Վասնզի, եթե մեզ մե լային, մեզի հետ պիտի մնային։ Մեզանից ելան ոմանք, որոնք մեզանից չէին, որովհետև եթե մեզանից լինեին, մեր հետ կմնային։ Բայց մեզ մե ելան, որպեսզի հայտնի ելա, թե անոնք ամենքը մեզանից չէին։ Սակայն դուք օծությունը ունեք, սուրբեն ու ամեն բան գիտեք։ Չգրեցի ձեզ իբր թե ճշմարտությունը չգիտեք, հապա գիտեք զանիկա ու նաև թե այն ամեն
ստությունը ճշմարտության են, ամեն ստություն ճշմարտության են չէ, ամեն։ Մեզ մե ելան ոմանք, ինչ է նշանակում, մեզ մե ելան ոմանք նշանակում է կամ ծնունդ առան մեր մեջ, մեզանից ելան, մեր մեջ էին, մեր հետ դուրս եկան, նաև նշանակում է մեզանից ֆիզիկապես հեռացան, և սա վկայություն է, որ մեզանից չէին, սա խոսում է նրա մասին, որ կարող է ինչ-որ ժամանակ մի տեղ լինեն այդ օտարականը, այդ վարձկանը, Աստծո ժողովրդի հետ, որպես խառը ամբողջ դուրս գան, բայց ուշ թե շուտ, նա զատվելու է, նա իր տեղը չի գտնելու, նա իրեն հարմարավետ չի զգալու, իր ամբիցիաները իրեն խանգարելու են, իր արժեքները իրեն խանգարելու են, իր նպատակները իրեն խանգարելու են, իր շահերը իրեն խանգարելու են, իր օտար էությունը իրեն հարմարավետ չի զգալու Աստծո ժողովրդի հետ։ Ասում է, բա ինչի այդքան բաժանված եք, բնական է, որովհետև օտար զանգված կա շատ, անհնազանդներն են շատ, խափողներն են շատ, մոլորեցնողներն են շատ, տներ քանդողներն են շատ, ուրիշ բաներ սովորողներն են շատ, անարգ շահախնդրության հետևից գնացողներն են շատ, բնական է եւ ուշ թե շուտ ելնելու են մեզանից։ Հովանեսն է ասում, եթե դա տեղի ունեցել Հովանեսի ժամանակ, Հովանես Առաքյալի ժամանակ, լավ մենք վատն ենք հասկացանք, ընդունում ենք խոնարհաբար, բա Հովանեսն էլ էր վատը, բայց նրանց մոտից խի ելան, ինչի ելան, ասում է որտեղ մեզանից չէին, որովհետև մեզանից չէին, նշանակում է չունեին նույն պատկանելությունը, չունեին նույն հոգու ծնունդը, որովհետև մեզանից լինեին, ասում է, վասնզի եթե մեզանից լինեին, մեզ հետ կմնային, եթե մեզանից լինեին, մեզ հետ կմնային, Աստծուց եղողը մնում է Աստծո հոտում, ինչ էլ լինի, դռնից հանես, պատուհանից կմտնի, պատուհանից հանես, տանիքը կբացի, երթիկից կմտնի, Աստծո գառը, Աստծո ոչխարը, իրա հոտից, իրա փարախից են կողմ չի գնում, մի տարի հետո լինի, 10 տարի հետո լինի, 20 տարի հետո լինի, միևնույն է, իր հոգին, իր էությունը քաշելու է, դեպի Աստծո փարախը, իր հոր տունը, որտեղ որ ինքը ծնունդ է առել, որտեղ ինքը մկրտվել է, որտեղ ինքը հաղորդվել է, ասում է, մեզանից ելան, որպեսզի հայտնի դառնան, բայց մեզ մե ելան, որպեսզի հայտնի ըլան, թե անոնք ամենքը մեզ մեջ չէին, որ երբ որ մեր մեջ էին, հայտնի չէր, մեզանից են, թե մեզանից չեն, երբ որ ելան, այն ժամանակ հայտնի եղավ, սա լինում է, սա պետք է լինի, որպեսզի հայտնի լինեն, որտեղ վերադառնում ենք ելը նույն խոսքին, որտեղ մենք չենք զանազանում, մենք չգիտենք, բայց եկեղեցու գլուխը ով է, Քրիստոսն է, և եկեղեցու մաքրությունը, եկեղեցու սրբությունը, եկեղեցու ապահովությունը և պաշտպանությունը կատարում է Տեր Հիսուս Քրիստոսը, որպեսզի հայտնի լինի, որ մեզանից չեն, գրված է, անողն ով է, Տեր Հիսուս Քրիստոսը, ուրեմն մեր Տերը պաշտպանն է իր ժողովրդի և իր հոտի, ճիշտ է, Աստծո ժողովրդի հետ դուրս ելան այդ խառը ամբոխը, բայց Քանանը չմտան, Աստծո ժողովուրդը մտավ Քանան, բայց այդ օտարականները կորան անապատներում, և այդպես էլ լինելու է, տարիներ առաջ
90-ականներին, երբ որ գնացել էի ավետարանչության Ռուսաստան եւ Սևծովի այդ հատվածը, Սոչի, միջև Լազարևսկ, միջև Նովորոսիիսկ, միջև Կրասնոդար, միջև Մայկոպ, Ադիգեա, միջև Հյուսիսային Կովկասի կողմեր արդեն Կիսլավոսկ եւ այլ քաղաքներ, նաեւ դեպի Աբխազիա։ Պատերազմից մի քանի տարի էր ընդհանրապես անցել, աբխազական, վրացական պատերազմից։ Եվ այնտեղի տեղի մկրտական եկեղեցում էի քարոզում, ուրեմն երբ որ մտա եկեղեցի, եկեղեցու մուտքի մոտ հավաքված խումբ կար։ Այսպես հավաքվել էին շրջան կազմած, երգում էին մի օքել մեջտեղներն էր Սուրբ Գիրքը ձեռքը։ Ես նկատեցի, բայց չհասկացա ամեն ինչ միանգամից, մտածեցի երևի պաշտամունքը դեռ մուտքի մոտից սկսում են։ Ելա արդեն ժամը եկավ, պահ եկավ, որ ես պետք է քարոզում եմ ու ես զգում եմ ինչ որ մեկը ինձ հետ հավասար մուտքի մոտ դուրս, դռներից դուրս, այնտեղ քարոզում է։ Ու ես չի հասկանում, թե ինչու այդ մարդիկ ներսը չեն, այլ դուրսն են։ Մենք մի երգ ենք երգում, նրանք ուրիշ երգ են երգում այնտեղ։ Մենք այստեղ քարոզում ենք, նրանք էլ ուրիշ բան են քարոզում այնտեղ։ Այդ խումբը։ Հետո հովվին հարցրեց, այսի ներողություն եղբայր, մի բան հարցնեմ։ Ռուս հովիվ էր, որտեղ որ նաև մեր հայկական խումբն էր հավաքվում, հայկական եկեղեցին։ Հարցրեցի, այսի եք ինչ խումբ էր այնտեղ, որ եկեղեցու մեջ չէին, եկեղեցուց դուրսն էին։ Ասեց, նրանք մեզանից բաժանվածներն են։ Ասում եմ, բա ինչու են այնտեղ։ Ասում են նրանք դռների մոտ են անում իրենց ծառայությունը, որպեսզի ամեն անգամ երբ որ մարդ է գալիս որ մտնի եկեղեցի, փորձում են նրանց քաշել դեպի իրենց շարքերը։ Նրանք ներքուստ համոզված են, որ եկեղեցին սխալ է, իրենք ճիշտ են։ Բայց իրենց վարվելակերպ ավելի նման էր գայլի վարվելակերպին, քան Աստծո հոտի ոչխարի։ Դռների մոտ են անում, որպեսզի եկողներին քաշեն դեպի իրենց կողմ եւ անընդհատ չարախոսում էին։ Հետո անցավ մի քանի տարի, նորից գնացի Աբխազիա։ Էլի ավետարանչության։ Էլի ինձ հրավիրեցին այդ եկեղեցի, որպեսզի քարոզեմ, ռուսական մկրտական եկեղեցին Սուխումի։ Երբ որ գնացի, հատուկ ուշադրություն եմ դարձնում, նայեմ տենամ ուր են դրանք։ Նայեցի, տեսա չկան։ Քարոզեցի, վերջացրեցի, էլի նույն հովվին հարցեցի, եղբայր, այսի, այն դրսի քարոզիչներն ուր են։ Ասեց, ծրվել են։ Մեկը գնաց աշխարհ, մեկը սենց, այդ քարոզիչներն իրան տվելա խմելուն։ Ուշ թե շուտ Աստված այդ օտար ամբողը, որ կա, այդ օտար մասան, որ կա, ուշ թե շուտ զատելու է։ Բայց դու հաստատուն մնա ճշմարտության եւ վարդապետության մեջ։ Աստված է իր հոտի, Աստված է իր եկեղեցու Տերը, օրհնյալ լինի նրա սուրբ անունը, այժմ եւ միշտ եւ հավիտյան դարերում։ Ամեն։